Արայինի ուղիղ եթերում աշխատանքն է սկսում օրակարգը բարի լույս։ Վերջնյա ժամկետից 2 օր առաջ քաղաքական ուժերը հրապարակել են իրենց թեկնածուների անունները ազգային ժողովի ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը։ Ցուցակի երկրորդ տեղում Տարուն Մարգարյանն է, երրորդը Արփինե Հովհաննիսյանը։ Նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀԿ գործադիր մարմինը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը քննարկել եւ միաձայն հաստատել է խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը։ Այն կգլխավորի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, երկրորդ տեղում Երևանի քաղաքապետ Տարուն Մարգարյանն է, երրորդը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ցուցակի 4-րդ համարը Արա Բաբլոյանն է, 5-րդը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Համամասնական համապետական ցուցակը բաղկացած է 64, այս պահին 63-64 ներկայացուցիչներից, միգուցե լինեն փոքր տեխնիկական փոփոխություններ մինչև ամսի 16-ը։ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց նաև համամասնական ցուցակի հաջորդ հնգյակը, որը սակայն նախնական է եւ հնարավոր է լինեն փոփոխություններ։ Այս պահին 6-րդ համարը Արմեն Աշոտյանն է, 7-րդը Էդուարդ Շարմազանովը, 8-րդը Մարգարիտ Եսայանը։ Ցուցակում հաջորդը Սամվել Ֆարմանյանն է եւ առաջին տասնյակը եզրափակում է Կարեն Ավագյանը։ Ցուցակը բավականին մրցունակ է։ Այսպիսի ցուցակով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ հնարավորություն ունի ազատ մրցակցության պայմաններում գրանցել լուրջ հաջողություն ընտրությունների ժամանակ։ Հանրապետականի նախընտրական շտաբի աշխատանքները համակարգելու է կուսակցության ղեկավար մարմինը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Գործադիր մարմնի բոլոր ներկայացուցիչները կլինեն շտաբի անդամներ եւ գործադիր մարմինը կհամակարգի, կղեկավարի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը ապրիլյան ընտրությունների ընթացքում։ Ըստ ՀՀԿ խոսնակի, եթե ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստանա համապատասխան ձայներ եւ հնարավորություն ունենա կազմել կառավարություն, ապա վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը։ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է նաեւ քաղաքական ուժի նախընտրական մարտավարությունը, ներկայացվել նախընտրական ծրագրի վերաբերյալ առաջարկներ։ Մայա Խաչատրյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Իր համամասնական ցուցակը հրապարակել է նաև Ելք դաշինքը, առաջին տեղում Էդմոն Մարուքյանն է, եռյակում են նաև Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Ելք դաշինքի առաջին եռյակը բաշխվեց հետևյալ կերպ. Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։ Նախընտրական ցուցակն ու թեկնածուների դիրքը անցնող տեղերում սովորաբար դառնում է բախման կետ դաշինքների համար։ Այս հին խնդրին նոր լուծում է գտել Ելք դաշինքը։ Երեք կուսակցությունների առաջին դեմքերի տեղը ցուցակում որոշեցին փակ գաղտնի քվեարկությամբ։ Շնորհավորում եմ Էդմոն Մարուքյանին եւ Արամ Սարգսյանին համամասնական ցուցակը գլխավորելու համար։ Դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականի համար Լուսավոր Հայաստանի պատվիրակները քվեարկեցին Արամ Սարգսյանի, իսկ Հանրապետությունն ու քաղաքացիական պայմանագիրը Էդմոն Մարուքյանի օգտին, նա էլ կգլխավորի դաշինքի ցուցակը։ Ինձ համար սա մեծ անակնկալ էր։ Այս ընտրությամբ ակնհայտ դարձավ, որ Էդմոն Մարուքյանի հաջողակ լինելը ոչ թե միֆ է, այլ իրականություն։ Չի բացառվում, որ ելքի 3 կուսակցությունները միավորվեն մեկ կառույցում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համատեղ քաղաքական գործունեության ընթացքում սկսելու են բանակցություններ մեկ կուսակցություն դառնալու համար։ Տաթևիկ Նալբանդյան, Սոնա Աղբալյան, Հակոբ Սարգսյան, օրակարգ։ Քաղաքական ուժերի թեկնածուների ցուցակները արդեն հրապարակվել են, բայց դրանք դեռ չեն ներկայացվել ԿԸՀ գրանցման վերջնաժամկետը փետրվարի 16-ն է։ 2 օրից էլ պակաս եւ ոչ մի փաստաթուղթ մինչեւ նախավերջին օրը պահում են ինտրիգը։ 45 ժամ է մնացել այն ժամկետի ավարտին, երբ կուսակցությունները կամ դաշինքները կարող են 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կուսակցությունների գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետը մինչև փետրվարի 16-ն է, այս պահի դրությամբ որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք դեռևս կենտրոնական ընտրական հանձնաժողով չի ներկայացրել գրանցման փաստաթղթեր։ ԿԸՀ-ում արտահերտ աշխատել են նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին մինչև երեկոյան ժամը 6-ը, բայց համամասնական ու ռեյտինգային ոչ մի ընտրացուցակ այդպես էլ չեն ստացել։ Փաստաթղթերի ներկայացման ժամկետի մեկնարկը տրվեց փետրվարի 6-ին, կավարտվի 16-ին ժամը 18-ին։ Դրանց քանակին ու տեսակին կարելի է ծանոթանալ առցանց ԿԸՀ-ի կայքում։ Եթե փաստաթղթերում որևէ անճշտություն լինի կամ սխալ, կտրվի լրացուցիչ 48 ժամ դրանք ուղղելու համար։ Փետրվարի 16-ից 26-ը կկատարվի հայտ ներկայացրածների գրանցումը, իսկ մարտի 5-ին կմեկնարկի քարոզարշավը։ Լուսին Մկրտչյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։
Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանում ընտրություններին առնչվող կառույցների մասնակցությամբ համաժողով։ Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին բարձր է գնահատել Հայաստանում խնդիրների լուսաբանման հարցում մամուլի ազատությունը։ Բողոքներ միշտ էլ կլինեն, նույնիսկ եթե ամեն ինչ կատարյալ լինի, ասել է Սվիտալսկին։ Նա հույս է հայտնել, որ վերջին ընտրություններից եւ Ֆարագվեից հետո մեր ԿԸՀ-ն անհրաժեշտ եզրակացությունների է հանգել։ Տեխնիկական սարքերի միջոցով քվեարկելու փորձը հաջողվեց։ Համակարծիք են կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Եվրամիության պատվիրակության ղեկավարները։ Տիգրան Մուկուչյանն ասում է, սարքերը սպասարկելու համար ստացել են 12000 դիմում, ընտրել են կեսին, արտոնելու են 4000-ին։ Սկսել են քննարկումները այդ խնդիրների շուրջ, որովհետև կա ժամանակ եւ այս ժամանակահատվածում հնարավոր է իհայտ եկած բոլոր տերությունների վերաբերյալ գտնել նոր լուծումներ, որպեսզի համապետական ընտրություններին նախընթաց արդեն ունենանք լիարժեք այս պայմաններին բավարարող սարքավորումներ։ Այլ երկրների համեմատ ըստ Պյոտր Սվիտալսկու Հայաստանը կարողացավ ավելի կարճ ժամանակում էլեկտրոնային գործիքներ կիրառել ընտրություններում։ Հերթը ընտրող ընտրվողինն է։ Կիրակի մենք ականատես եղանք ընտրական գործընթացի կազմակերպման նոր մոդելին, ասեմ, որ որևէ այլ երկիր նման արագությամբ եւ հաջողությամբ երբևէ չի ներմուծել ժամանակակից տեխնոլոգիաների մեխանիզմ ընտրություններում։ Կարծում եմ, այս ամենը մեզ լավատեսություն է ներշնչում, որ խորհրդարանական ընտրությունները կկազմակերպվեն լավագույնս։ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեցին առաջիկա ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականները։ Արևելյան գործընկերության երկրների մասնագետները կփոխանակվեն ընտրական լավագույն փորձով։ Հայկ Հովհաննիսյան, Արմեն Անդրեասյան, օրակարգ։ Իդեպ հայտնի է Երևանի ավականու ընտրության օրը մայիսի 14-ը, ընտրությունները մայիսի 14-ին նշանակելու որոշման նախագիծը գործադիրին կներկայացվի վաղը։ Հաջորդ թեմայի մասին Լաթաքիայում վայրեջք է կատարել Հայաստանի Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը։ Այս բացառիկ կադրերում տեսնում եք, ինչպես է ավելի քան 46 միլիոն դրամ արժողությամբ բեռը հասնում Լաթաքիա։ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն է դիմավորում մարդասիրական առաքելությամբ ժամանած ինքնաթիռի անձնակազմին։ Եվ դիվանագիտական կորպուսը, եւ Հայաստանի Հանրապետության բոլոր գերտեսչությունները, նախարարությունները ուրախ են։ Շատ լավ միսիա է, շատ անցած անգամ էլ բավական բան լայն արձագանք ունեցավ, ստեղ էլ, համայնքների մեջ էլ, համայնքում էլ, Երևանում էլ։ Իսկ թե ինչ տրամադրությամբ են Երևանում բեռնել եւ ճանապարհել ռուսական ինքնաթիռը, պատմում է Աննա Բալյանը։ Ավանդական գործիքով անվտանգության գոտին կապած Il-76-ը կոպում են կարևոր առաքելության։ Ամբողջ գիշեր ինքնաթիռը բեռնել են 40 տոննա սննդամթերք առաջին անհրաժեշտության իրեր։ Հայաստանի ու Սիրիայի դրոշները կողք կողքի հումանիտար օգնության օդանավով Երեմ Սիմոնյանը եւս թռչում է Լաթաքիա։ Հենց այնտեղից են բաշխելու օգնությունը։ Հիմնականում ճշտվում ենք մեր սփյուռքյան աղբյուրներից անհրաժեշտությունից ելնելով եւ ասեմ, որ նշված բեռը ոչ միայն հայ համայնքի համար է։ Ռուսական ինքնաթիռը հայկական բեռով Սիրիայի է ուղևորվում Հայաստանի նախագահի հանձնարարությամբ։ Այնտեղ արդեն հայկական ու միջազգային մարդասիրական կառույցները բեռը կբաշխեն կարիքավորներին։ Շատ ուրախ ենք, որ ինչ-որ բանով կարողանում ենք աջակցություն ցուցաբերել, իհարկե շարունակելու ենք։ Ինչ հաղթականությամբ։ Ըստ հնարավորության։ Եղանակը բարդացնում է առաքումները։ Այսուհանդերձ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը վստահեցնում է, նորերը եւս կլինեն։ В Сирии проживает большая армянская диаспора. Սիրիայում հայ մեծ համայնք կա։ Այս օգնությունը կարող ենք միայն համատեղ ցուցաբերել, օգտագործելով ռուսական փոխադրամիջոցները եւ հայկական հումանիտար օգնությունը։ Մարդասիրական օգնությունը ազգային պատկանելություն չի ճանաչում, ասում է նախարարը։ Բարդ իրավիճակում արագ ձևավորվում է միմյանց թիկունք լինելու կարողություն։ Այս ինքնաթիռին Սիրիայում սպասում են ոչ միայն իբրև սնունդ, հագուստ հասցնող, այլև բարեկամ երկրից ուշադրության ջերմություն բերող։ Աննա Բալյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքներից 250-ի ձմռան կոմունալ ծախսերը կվճարի ամերիկահայ ընտանիքը։ Բարեգործության համար ամուսինները արդեն $25,000 են ուղարկել Հայաստան։ Պատերազմից փրկված կարիքավոր ընտանիքներին ընտրել է հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Բարոն Մայքը արդեն ինքը 2 տարեկան է,
Հայաստանցի է։ Փոքրիկ, բայց պարոն Մայքը սիրիահայ չէ, հայաստանցի է, ծնվելու իր առաջին քայլերն էլ անում է հենց Երևանում։ Ամուսնական այս զույգը տարիներ առաջ շատերի պես հեռացել էր պատերազմող Սիրիայից։ Հալեպի նոր գյուղում էլ ոչինչ չունեն, միայն լսել են։ Շենքի հարևաններից ոմանք փախել են, ոմանք էլ չկան։ Մեր շենքի վրա բավական բայթումներ եղավ, մեր շենքի բնակիչները մահացողներ եղան։ Կարոտում էին իրենց տունը, Հալեպի ընկերները զանգել ասել են ոչ մի դեպքում հետ չգաք։ Ասեցին, որ եթե չոր հաց կհանեք այնտեղը, էլ չգաք։ Հյուրասենյակի պատին իրենց նախկին տան միակ հուշը նշանադրության նկարն է։ Երևանում ապրում են արդեն 4.5 տարի։ Վահեն տնից տուն մկրատը ձեռքին օրվա հացը վարսավիրությամբ է վաստակում։ Երեխեքը ասենք, որ անճապահաս են, ես եմ մանկապարտեզ դառնում բերում, այդպես որ ֆիքսված տեղ չեմ լարում աշխատեմ։ Օպերային երգչուհի կինն էլ չի երգում Ջորջիկի, Էվայի եւ պարոն Մայքի դաստիարակությամբ է զբաղվում։ Ով իրենց տուն հյուր է գալիս, Մայքը չի ալարում, անկյունից խաղալիքները հատիկ-հատիկ բերում ցույց է տալիս։ Հայ բարեգործական ընդհանուր միության գրասենյակում հերթի է նաև Վահեն։ Սիրիահայերի հոգսերը թեթևացնելու համար Քրկ եւ Արտեմիս Գազազյան ընտանիքը օգնություն է ուղարկել Հայաստան։ Ընտրեցինք 250 խիստ կարեկավոր ընտանիքների, որոնց այս ծրագրով բաժանում ենք յուրաքանչյուր ընտանիքի $100։ Մի խնդիր կպակասի, Վահեն լավատես է, սառած խողովակով անջուր տանը տաք եղանակի հետ ջուրն էլ կծորա։ Լիլի Դանիելյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Ադրբեջանական բռնաճնշումների պատճառով Հայաստան եկած Թալիշ գործից Շահին Միրզոևը Թալիշ ինֆո գործակալությանն ուղղած նամակում գրել է, որ հայ ժողովուրդը իրեն եւ իր ընտանիքին ամենաբարձր մակարդակով է ընդունել։ Ծանր հիվանդ կնոջը անմիջապես հիվանդանոց են տեղափոխել իրեն եւ անչափահաս երեխաներին ապահովել հարմար բնակարանով եւ կապի միջոցներով։ Շահին Միրզոևը ասել է, որ Թալիշներին Հայաստանում հատուկ հարգանքով են վերաբերվում։ Այս թեմայի մասին խոսել է նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նա ասել է Թալիշ ընտանիքի փախուստը Ադրբեջանից եւս մեկ վկայություն է, որ հարևան երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը շարունակում է մնալ իբրև պետական քաղաքականություն։ Մենք անելու ենք ամեն ինչ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցելով, ապահովելու համար այդ մարդու օրենքով սահմանված իրավունքները պաշտպանելու եւ իրեն մշտական ապաստարանի վայր գտնելու համար։ Թալիշի թեման Եվրախորհրդարանում Ստրասբուրգում ասուլիս է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, նա խոսել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին։ Այսօր էլ Ռուբեն Մելիքյանը Վիեննայում հանդիպելու է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի ղեկավարի հետ։ Եվրամիության պատգամավորների հետ հանդիպումներում մասնավորապես ներկայացրել եմ 2016-ի ապրիլյան պատերազմում Ադրբեջանի գործած վայրագությունների մասին զեկույցը, նաև սահմանափակ շրջանառության տարբերակով, նկարներով ու անհատական տվյալներով։ Հատկապես կարևորել եմ փաստը, որ ռազմական հանցագործությունները կատարվել են Թալիշի եւ ռազմաճակատի մյուս բոլոր ուղղություններով, ագրեսիային մասնակցած բոլոր ստորաբաժանումների կողմից, ինչը վկայում է դրանց համակարգված եւ ծրագրված բնույթի մասին։ Երեք փլուզում է եղել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մթերային խանութում, 2 մարդ զոհվել է եւս 2-ը վիրավորվել։ Դժվարները տեղափոխվել են Հրազդան քաղաքի բուժ կենտրոն, ապա Երևան, դեպքի վայրում Սուսան Բադալյանն է եղել։ Ես խանութից բուկվալ 5 րոպե առաջ դուս եմ ելը, պապիրոզ արա սիգարետ։ Դուսելա հասել եմ ես կռուգը մեկ էլ քար մար ընկա վրես էլի, որ ֆռացի տնամ խանութը իջա։ Հետինա դուս արի տակի։ Խանութի տանիքը փլուզվել է բացվելուց 1 ժամ անց։ Այստեղ առավոտյան 10:15 րոպեին 5 լեռնանիստցի է եղել։ Վաճառողուհին, խանութի սեփականատիրոջ կինը Ալմիդա Մեսրոպյանն ու վաճառասեղանի մոտ գտնվող 32-ամյա Անուշ Սարգսյանը մնացել են երկաթբետոնե սալի տակ։ Մահացածները եղել են ուրեմն կասայում, կասան եղել է այստեղ։ Երկուսն էլ նույն տեղից հանեն։ Մահացած վաճառողուհու 2 որդիները եւ էլի խանութում գտնվող Տաթևիկ Սարգսյանը վնասվածքներով, կոտրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Տաթևիկն ու Սարգիսը մայրաքաղաքի հիվանդանոց են փոխադրվել։ Երկուսն էլ գիտակցության էին, ասենք այս երիտասարդ աղջկա մոտ առանձնապես այտենց լուրջ բաներ չկար, նրա մոտ էլ վիճակը այդպես ծանր չէր։ Լեռնանիստցիները պատմում են պայթյուն չի եղել, խանութը գազիֆիկացված չէր, գազի մի բալոն է եղել, փլուզումից հետո անվնաս գտել են։ Փլուզման պատճառների մասին ավելի ուշ կխոսեն իրավապահները, իսկ փրկարարները զարմացած են։ Տանիքը ինքը շատ պինդ է, շատ առողջ փայտեր են, այսինքն ջան հետևանքով փլուզումը ես չեմ կարող դա ասել։
Խանութի տանիքին 35 սանտիմետր ձյուն էր նստած, բայց լեռնանիստի համար սա արտառոց մի բան չէ, գուցե շենքն էր խարխուլ։ Գյուղապետի տեղեկացմամբ 50 տարվա շինությունը արտաքինից վթարայնության ոչ մի նշան չուներ։ Ներսից վերանորոգվել է, այտենց կոսմետիկ, ինքը նորմալ վիճակ է եղել արտաքին վիճակից։ Չեմ կարող։ Вообще Ալոյանի կինը փլուզման զոհ դարձավ, որդին մի քանի կոտրվածքներով հիվանդանոցում է, իսկ ինքը ընդամենը օրեր առաջ մտածում էր խանութի վրա երկրորդ հարկ կառուցելու մասին։ Սուսան Բադալյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։ Ալավերդու բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել Երևանի Սուրբ Աստվածամայր բուժկենտրոն տեղափոխված նորածնի վիճակը բժիշկների խոսքով կայուն է։ Մահվան պատճառը ճշտելու համար դատաբժշկական փորձաքննություն կանցկացվի։ Լոռու մարզում եւս մեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Դեպետ գետում հայտնաբերվել է մանկահասակ երեխայի մարմինը, նա դուրս էր եկել մանկապարտեզի տարածքից եւ անհետացել։ Երկու դեպքերի մանրամասները Ալավերդից պատմում է մեր գործընկեր Հրաչյա Պապինյանը։ Ալավերդու հիվանդանոցում փետրվարի 12-ի կեսգիշերին 33-ամյա Անժելա Ղազարյանը տղա է ունեցել։ Պորտալարը փաթաթված պարանոցին։ Քիչ անց կտրուկ վատացել է ծննդկանի վիճակը, սրտխառնոց, սառը քրտինք, արյունահոսություն։ Կեսգիշերին գինեկոլոգ Մարինե Մակիչյանը այլ մասնագետների է հրավիրել։ Ծննդկանին տեղափոխել են վիրահատարան, հեռացրել արգանդը, բայց կյանքը փրկել չի հաջողվել։ Մի ժամ 20-40 րոպե մենք վիրահատությունը ավարտում ենք, բայց վիրահատության ավարտի հետ հիվանդի մոտ արձանագրում է սրտի կանգ։ Ծանր վիճակում է եղել նաև փոքրիկը։ Հրավիրված մանկաբույժը վերականգնել է շնչառությունը։ Նորածնին ռեանոմոբիլով ուղարկել են Երևան։ Վիճակը հիմա մնում է կայուն։ Սա Անժելա Ղազարյանի 4-րդ ծննդաբերությունն էր։ Ըստ բժիշկների մահվան պատճառը արգանդի պատռվածք է եղել։ Թրոմբոէմբոլիան, որը դեռ պետք է հաստատվի։ Սա 3, իսկ այսօր ալավերցիներին ցնցել է մեկ այլ ողբերգական դեպք։ Մանկապարտեզից դուրս է եկել եւ դեպետում խեղդվել է 4-ամյա Ռոբերտ Դալակյանը։ Ռոբերտը երկրորդ օրն էր, որ հաճախում էր մանկապարտեզ։ Առավոտյան 9:30-ին ծնողի ուղեկցությամբ երեխան եկել է մանկապարտեզ։ Ժամը 10-ին արդեն գետափին գտել են նրա մարմինը։ Մենք ստեղ մանեկանք, ասենք աղամահճակալի տեղ նայեցինք, վերևը նայեցինք ու տեսանք չկա, արդեն դուրս նայեցինք։ Դեպետը հոսում է մանկապարտեզի հարևանությամբ։ Շենքից գետը բաժանված է ցանկապատով։ Երեխայի մարմինը գտել են մի փոքր հեռու։ Ծնողները շտապ հիվանդանոց են հասցրել։ Կատարվել են ռեանիմացիոն բոլոր միջոցները, միջոցառումները, սակայն անօգուտ։ Մանկապարտեզը փոքր է, աշխատողները քիչ, բայց ակնհայտ է, որ դայակները անփույթ են եղել։ Դուրն ներքևից այդ դրսից փակում էին կողպեքով, իսկ այս հենց անմիջապես որ մուտքից մտնում այդ դուռը չի փակվում։ Իհարկե դուռը պետք է փակ լիներ, բայց գուցե շուտ է դուրս եկել, մինչև 10 ծնող է գալիս, շենքը մեծ է, կարողա չեն լսել։ Մահվան երկու դեպքով էլ հարուցել է քրեական գործ։ Հրաչյա Պապինյան, Մերիկ Կոլոլյան, Արմեն Հոսեփյան, օրակարգ։ Այժմ տնտեսական թեմաներով Հայաստանի կառավարությունը ներդրումային բումի է սպասում տեղացի եւ օտարազգի ներդրողներից կան առաջարկներ գյուղատնտեսությունից մինչեւ IT, զբոսաշրջություն եւ արդյունաբերություն։ Քանի միլիոն դոլար է ներարկվելու տնտեսություն այս տարի եւ քանի միլիարդի ծրագրեր կան սեղանին դրված։ Բոլոր թվերը ռեպորտաժում։ 2017 թվականին կառավարությունը մտադիր է Հայաստանում իրագործել 838 միլիոն դոլարի ներդրում, որի առյուծի բաժինը 575 միլիոն կամ 68%-ը կհատկացվի մասնավորին։ Կառավարությունը պատրաստ է խրախուսման ճանապարհով շահագրգռել ներդրողներին գործ սկսել Հայաստանում։ Այս տարվա ներդրումային ծրագրերը մեծ մասամբ կուղղվեն էներգետիկայի եւ հանքարդյունաբերության, շինարարության եւ ճանապարհաշինության ոլորտների զարգացմանը։ Ընդհանուր 471 ներդրումային ծրագրերից մենք առանձնացրել ենք 341 ընդհանուր 3.2 միլիարդ ԱՄՆ դոլարի արժեքով։ Իհարկե դրանք մի տարվա ծրագրեր չեն, 3-4, միգուցե 5 տարիներ ծրագրեր։ Կառավարության քննարկման սեղանին է նաև ներդրումային ծրագրերի մեկ այլ փաթեթ, որը բաց է գործակցության համար եւ սպասում է ֆինանսական հոսքերի առաջարկի։ Կառավարությունում քննարկում է 79 ներդրումային ծրագրեր, գումարային 5.3 միլիարդ ԱՄՆ դոլարով, որոնք որ մենք համարում ենք տրամաբանական, ունենք նախնական որոշակի պայմանավորվածություններ, բայց ինվեստիցիաների եւ գործընկերոջ առումով դրանք բաց են։ Այսինքն այն ծրագրերն են, որոնք կառավարությունը համարում է, որ հնարավոր է Հայաստանի Հանրապետությունում իրագործել։ Կառավարությունն առաջարկում է 5 միլիարդ 300 միլիոն դոլարի ներդրում կատարել 7 ոլորտներում, առավել մեծ չափաբաժնով են ներկայացված ենթակառուցվածքները, էներգետիկան եւ զբոսաշրջությունը, որոնք հետաքրքրությունների առաջին եռյակում են։ Լիանա Կարապետյան, Հովհաննես Քյոսեյան, օրակարգ։
Աշխուժանում է թեթև արդյունաբերությունը, Երևանում ամփոփել են արտահանմանը միտված տեքստիլի զարգացման ծրագիրը։ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը կշարունակվի։ Գործակցության նոր պայմանագրով Հայաստանը կփորձի արտաքին շուկաներում ներկայացնել նաեւ մեր կոշկեղենը։ Դիզայներական հագուստ, մոդելներ, ֆոտոսեսիա միջոցառման եկացյուրերը համառորեն քննարկման դահլիճ չէին մտնում։ Այս գեղեցիկ աղջկա վրա այս կոստյումը երբ որ տեսնում եք, սա պատվիրել է Վալենտին Յուդաշկինը։ Յուդաշկինի պատվերը միակը չէ, հայկական 8 ձեռնարկություն մոտ 3 տարի է միասնական 5900 BC բրենդի ներքո հագուստի հավաքածուներ է մատակարարում ռուսական շուկա։ Գաղափարը ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման հիմնադրամինն է, փողը $1 միլիոն, ոչ թե վարկ, այլ դրամաշնոր Ռուսաստանն է տվել։ Տեսակ, որ ստացվեց տեքստիլի ճյուղը տեղից շարժել, հպարտանում է ծրագրի կնքահայրը։ Այո, մենք հաջողվել ենք առաջ ծրագրի մասով։ Սկզբում, քանի որ էժան չինական, թայվանական ապրանքի հետ հայկականը մրցակցել չէր կարող, կարում էին դիզայներական նմուշներ միջինից թանկ տեսականի գնող սպառողի համար։ Ձմեռային բաճկոնից անցել են ջինսե տաբատի, գնով նույնիսկ թուրքականի հետ են մրցակցում։ Արտահանման ծավալները դեռ գաղտնի պահելով, ասում են Նանման ընկերության ղեկավարը։ Ներկա պահին Ռուսաստանի Դաշնությունում մենք արտահանում ենք ջինսե տաբատներ։ Ծրագրի մասնակից ձեռնարկությունների թիվն առաջիկայում կավելանա, աշխատանքների երկրորդ փուլն է մեկնարկում։ Հագուստին զուգահեռ փորձելու են ոտքի կանգնեցնել նաև հայկական կոշիկի արտադրությունը։ Երկրորդ փուլում արդեն նախատեսվում է $2 միլիոն եւ 3 տարի ժամանակահատված ծրագիրը կունենա, նաև կընդգրկվի կոշիկի եւ կաշվի իրերի արտադրության ոլորտը։ Ճիշտ էին կանխատեսել թեթև արդյունաբերական ճյուղն ակտիվանում է հրաժեշտից առաջ, նկատեց նախարար Կարայանը։ Միայն այդ կազմակերպությունների մասով կստեղծվի մոտ 2200 նոր աշխատատեղ։ Միայն տեքստիլ։ Հագուստի հարցում կասկածները փարատել են, հերթը հայկական որակյալ կոշիկը մոդայիկ դարձնելունն է։ Իտալացի դիզայները օգնական։ ՄԱԿ-ը Հայաստան է հրավիրել գործի գիտակ Ջորջիո Գադինային։ Հերմինե Բաղդասարյան, Հովանես Քյոսեյան, օրակարգ։ Եվ վերջում նորարարական տեխնոլոգիաները հասել են օպերա, այնինչ կատարվում է բեմում, օրինակ իտալերենով, հանդիսատեսը ունկնդրելու հետ միաժամանակ այսուհետև կարող է կարդալ բեմի վերևում տեղադրված էկրանին։ Ընդամենը 10 օրից Երևանյան օպերայի հանդիսատեսը հնարավորություն կունենա երկլեզու թարգմանությամբ ամբողջությամբ ծանոթանալ ներկայացման լիբրետոին, բեմի ճակատային հատվածում տեղադրված էլեկտրոնային թարգմանական վահանակի միջոցով։ $10,000-ից ավելի արժողությամբ նախագիծը մշակույթի նախարարի գնահատմամբ մեծապես կնպաստի մշակութային զբոսաշրջության զարգացմանը։ Այսօր զբոսաշրջիկները Հայաստանում այցելում են հիմնականում պատմամշակութային հուշարձաններ, Գառնի Գեղարդսևան եւ ավարտվում է դրանով ամեն բան։ Այնինչ ժամանակակից արվեստը Հայաստանում շատ բարձր մակարդակի վրա է։ Այն պարզապես պետք է ներկայացնել։ Սա ներկայացնելու քայլերից մեկն է։ Տարին հագեցած է լինելու նոր բեմադրություններով, որոնք կհաջորդեն միմյանց, նշում է Կոնստանտին Օրբելյանը։ Դրանցից 5-ը կստեղծվեն արտերկրի հայտնի օպերաների հետ գործակցությամբ։ Մենք չենք սպասի, մինչև կարողանանք նոր ներկայացումների համար ֆինանսավորում գտնել։ Արդեն պայմանավորվածություն ունենք եվրոպական ու ռուսական հայտնի թատրոնների հետ 5 նոր ներկայացումների դեկորների ու բեմական զգեստների նվիրատվության մասին։ Իսկ գարնանային թատերաշրջանը կսկսվի թարմացված խաղացանկով։ Մարտի 5-ին դիմակահանդեսի առաջնախաղն է։ Նոնե Ալեքսանյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Այսքանը նոր լուրերով օրակարգը եթերում կլինի ժամը 13-ին, կհանդիպենք։